Երբ որ խորում էի մտածում էի ինչ թեմայի շուրջ խոսեմ, այսօր ուղղակի մտքիս եկավ մի կարևոր բան եւ նաեւ հովիվարմանն էլ օգնեց այս բանի մեջ մի խնդիր, որ երբեմն առաջացնում է մեր մեջ խնդիրներ հարաբերությունների մեջ, հաղորդակցության մեջ, մեր աշխատանքի վայրում, մեր եկեղեցում, ընտանիքի մեջ, այս խնդիրը երբեմն վայրն էլ փոխում ենք, աշխատանքն էլ փոխում ենք, եկեղեցին էլ փոխում ենք, բայց իր հետքը թողում է մեր կյանքի մեջ, բացասական հետքը թողում է մեր կյանքի մեջ։ Եվ իմ քարոզის վերնագիրը, որ վերնագրել եմ այս քարոզս, իմ սպասումները։ Կարծես նորմալ բան է, երբ որ մենք շփվում ենք միասին, բնականաբար սա էլ մեր հայերիս մեջ այս բանը կա, ես գալիս եմ քո տուն, նվեր եմ բերում, սպասում ունեմ, որ դու էլ գաս, գոնե նույնը բերես կամ ավել բերես, սպասումները միշտ լինում է մարդկային հարաբերությունների մեջ։ Դու եկար, ես քեզ պատվեցի, դու սպասելիք ունես, երբ որ դու ես գալիս, քեզ գոնե նույն ձևի պատեմ։ Եվ հանկարծ երբ որ սրանք տեղի չի ունենում, կարծես ինչ-որ մի բան կտրվում է, կարծես ինչ-որ մի բան քանդվում է այդ արանքում։ Եվ իմ նյութը, որի շուրջ ուզում եմ խոսել, Աստծո խոսքից Հոբի գիրք 14-րդ գլուխ 19-րդ համարն է։ Ինչպես ջրերը մաշեցնում են քարերը, ինչպես նրանց հորձանքը ողողում տանում է գետնի հողից հուսած բաները, այնպես էլ դու Տեր չքացնում ես մահկանացու մարդու ակնկալիքները, կամ մի ուրիշ թարգմանությունների մեջ ասում է հույսը, տարբեր թարգմանությունների մեջ ասում է մարդու հույսը, դու փչացնում ես։ Գիտեք, այս խնդիրը երբեմն ընտանիքի մեջ, տեղի ասում շատ եմ օրինակ բերել, երբեմն եկեղեցու մեջ մարդիկ կան կամ աղջիկներ կան, սպասում են մի հատ այսպեսի սպասում են իրանց մեջ կառուցում եւ սպասում են իրանց զույգը կամ իրենց ապագա ամուսինը պետք է յուրահատուկ սպիտակ ձիով գա եւ սովորական չի, ինքը Ռոմեոից սիրուն է։ Եվ այս սպասումով այսպես սպասում են, տարիներ սպասում են եւ հետո հանկարծ լուր են լսում, որ այտենց ձի չկա, եթե կարել է ձին սատկեց, այն մեկն էլ որ սպասում են, որ դու գար, հեչ Ռոմեոին նման չի, համեմատելու չի։ Նույն ձևի երբեմն սպասումներ նման բաներ տեղի ունենում ընտանեկան հարաբերությունների մեջ, ծնող եւ որդի հարաբերությունների մեջ։ Չգիտեմ ինչի մեր հայերիս մեջ կա այսպիսի մի բան, որ երբ որ ծնողը ծանրամարտիկ է եղել իր մասնագիտությամբ ծանրամարտիկ է եղել, անպայման իր երեխեքը պետք է ծանրամարտիկ լինեն։ Պակաս չի, եւ կփորձե շտանգեն դնի դու ես պիլն ես, զորմա։ Կամ ասենք, չգիտես ինչի, երբ որ ծնողը երաժիշտ է եղել, դաշնակարել է, չգիտես ինչի փորձում է պարտադիր այդ դաշնամուրը միշտ երեխի ուսերին դնի, որտեղ գնաս, էս զորով բրտում ես։ Բայց եւ խնդիր է առաջանում երկուսի հարաբերությունների մեջ։ Երեխան ուրիշ ունակություն ուներ, ուրիշ սպասում ուներ, ուրիշ բաներ ուզում դառնալ, բայց դու ստիպում ես չէ, սա, որտեղ ես քեզանից սա ունեմ։ Եվ գիտեք, հետևանքը երբեմն լինում այդ երեխայի մեջ կոտրում ենք, սպանում ենք այն, ինչ որ ինքը պետք է դառնար, այն ինչ որ ինքը պետք է Աստծուց ունենար։ Եկեղեցում երբեմն այս սպասումները բերում ախնդիր շատ է լինում, որ մարդիկ են լինում մտածում են, ասում են, այ ես որ ելնեի Արմանի տեղը, չէ։ Հիմա այս 100-ը, 200-ը, 1000 էր դարել։ Ժողովուրդ ավելի շատ կլինեն, ես ավելի լավ կառուցեմ։ Հետո գիտեք ինչ է տեղի ունենում, հանկարծ ինչ-որ մի փոքր անգամ մանկական ծառայություն կամ պատանեկան ծառայություն տալիս ես, մեկ է տեսնում ես, որ
Այն 20-ը կար, 22 մնացին այդ 20-ից։ Ասում ես, բա եղբայր, բա տաղանդդ քո ինչ եղավ։ Բա դու մտածում ես, որ դու սապտի լիներ, ինչու չես ուզում ընդունես այն, ինչ որ դու կաս։ Միգուցե Տերը քեզ դրել է 2 հոգու համար։ Նոյի մի ամբողջ կյանք քարոզեց, քանի հոգի, մենակ իր ընտանիքը փրկվեց։ Երբեմն այս սխալ սպասումները, այս ակնկալիքները իսկապես փչացնում է, իսկապես քանդում է, երբեմն քանդում է հարաբերություններ։ Եվ տեղն էլ փոխում ես, վայրն էլ փոխում ես, բայց խնդիրները հա կրկնվում են։ Որի փոխարեն լավ կլներ, որ խոնարհությամբ ուղղակի ընդուներ այն, ինչ քեզ հանձնել էին, այն ինչ որ դու կաս։ Եվ երբեմն գիտեք, Աստված էլ խնդրում ենք, սպասում ենք, բայց չի տալիս եւ պատճառել չենք իմանում, Աստծուց նեղանում ենք։ Երկրորդ մյուս բանը որ կա, երբեմն Աստծուց ենք նեղանում, ինչի չես տալի Տեր, բայց այսքան ծոմ պայեցի, այսքան աղոտ քարեցի, ասում եմ, ես քեզ 2 հոգի եմ տվել, դու այդ 2 հոգու հետ չես կարող վերաբերվես։ Դու սպասում ես, ես քեզ 10-ը վստահեմ, 20-ը վստահեմ, երբ որ դու 2-ի, 3-ի համար չես կարողանում հոգ տանես։ Եվ երբեմն Աստված չի տալիս, այո, որտեվ գիտի պատճառը։ Երբեմն Աստված չի տալիս պատճառներից մեկը նա է, որ սպասում ենք, մարդիկ կա սպասում են, հեսա մեծ տուն, մեծ ավտոյսա գնամ եկեղեցի, ես հարստությունս կավելանա, ես երբեմն հարց եմ տալիս եմ, իսկ Աստված քեզ խոստացել է նման բան։ Իսկ Աստված քեզ ասել է, որ դու գաս ինձի, ես քեզ տուն կտամ, ավտո կտամ, էս կտամ։ Աստծո խոստումները երբեմն էս նյութականը չեն։ Այն չեն, ինչ որ աշխարհն է սպասում, աշխարհն է դրանով զբաղված։ Եվ երբեմն այստեղից առաջանում է այս նեղվածությունը Աստծոց։ Չէ, Աստված էլ ինձ չի լսում։ Այսքան սպասեցի, մի բան չեղավ։ Որտեղից է առաջանում այս սխալ ակնկալիքները կամ սխալ սպասելիքները։ Առաջի բանը, երբ որ առաջանում է մեր կյանքից, առաջանում է մեր սխալ ինքնագնահատական տալուց, որ ես իմ մեջ յուրահատուկ ձևի արժեք ինչ-որ մի բանի բարձրացնում եմ, դնում եմ այս լեվելի վրա եւ դրանից պակասը արդեն ինձ ոնց որ վիրավորանք է։ Գիտեք, երբ որ չէ տեղափոխվե Հոլանդիա, ես մեծ կարծիք ունեի։ Դե ասում եմ մեր երկրի նման, Հայաստանի նման լեռներ որտեղ կա։ Ոչ միտեղ։ Իմ նման կոշկակար ասում եմ որտեղ, ոչ միտեղ։ Հայաստանի նման կոշկականներ ոչ միտեղ չկա։ Եվ երբ որ երկիրը տեղափոխվեցի Հոլանդիա, տեսա որ չէ։ Շատ լավ կոշիկի ֆաբրիկաներ կան։ Երբ որ Հոլանդիա, դե Հոլանդիան հարթավայր է։ Այնտեղ մենք ասում ենք, չենք ասում հելնենք Աստծո լեռը։ Ասում ենք բարձրանանք կամ չբարձրանանք բլուրիկը, որտեվ սար չկա ընդհանրապես, ամենաբարձր սարից բեմից չափ տեղն է Հոլանդիայի մեջ, ինքը հարթավայր է։ Բայց երբ որ դուրս եկա Հոլանդիայից, ուրիշ երկրներ, Ֆրանսիա, Ավստրիա, Շվեյցարիա, երբ որ տեսա, ասեմ, ես ինչ բնություն է, ես ինչ լեռներ է, Աստված ես ինչ յուրահատուկ բան է ստեղծել։ Գիտեք, երբ որ այս կարծիքն ես քո մեջ, եւ երբեմն մարդիկ ան այս մեծ կարծիքին իրանց վրա ունեն։ Իմ նման ճաշեփող չկա։ Այս օրինակը շատ եմ բերում, ասում են Տիգրան ջան, իմ տոլմից դու չես գիրե։ Ասես տոլմա չկա, ոչ մեկ չէ, ուզեմ ասեմ լստի, իմ համար ինչքան է լավ տոլման, իմ մորս տոլմեն ավելի լավն է։ Մի փորձի համոզես դա, ամեն անգամ եւ ինչքան ես քարոզս տվել եմ, մեկ է վերջում մի հատ քույրիկ միշտ հայտնվել է։ Բայց ճիշտն ասած իմը լավն է, Տիգրան ջան, կուզենա որ գաս իմը փորձես։ Բարձր ինքնագնահատականը սա իր հետքն է թողում եւ մեր մեջ առաջացնում է այս բանը, որ ես արժանի եմ ավելին, շատին, քան ինձ տալիս են, քան ես Աստծուց ունեմ։
այս զգացումն ես ունենում։ Գիտեք, այսպեսի մի բան կար Հիսուսի աշակերտների մեջ, որ Ղուկաս 22:24-ի մեջ ասում են նրանց մեջ վեճ եղավ, թե նրանցից ով պետք է մեծը լինի։ Նրանք սպասելիք ունեն, քայլում են թեև Հիսուսի հետ, բայց սպասելիք ունեն, որ մի օր Հիսուսը կկանգնի եւ կասի՝ դու ավելի լավն ես։ Դու ավելի լավն ես, քան քո աղբերը։ Դու ավելի մեծ ես, քան քո աղբերը։ Եվ այդպեսի նաև կար մեկը, որ մայրը նրանց եկավ եւ մեկ օր արտահայտվեց եւ Հիսուսին ասեց, որ ասիր, որ իմ որդիներից մեկը քո աչքը նստի, մեկն էլ քո ձախը։ Ուզում էր Հիսուսին միգուցե օգնած լիներ։ Տեր, դու երևի այդքան լավ չես ջոգում, բայց ասեմ էլ այստեղ ես ավելի լավն է։ Երկուսն էլ ընտրեն, 12-ը հեշտ որ դու ունես այն աշակերտները, բայց այս երկուսը յուրահատուկ են Հիսուս ջան։ Տես մեկին աչքն ձախդ նստես ու տես ինչ կլինի։ Երբեմն մայրեր կան, որ այս սպասումը անգամ ունեն։ Ում, բայց Արման ջան, յուրահատուկ ուշադրություն իմ որդիներին, իմ երեխեքին։ Մտածում էր, թե իր տղաները ավելին են, քան մյուսները։ Եվ չափից ավելի ինքնագնահատականը դա ինքդ քեզ յուրահատուկ համարելու հավատք եմ տալիս։ Դու քեզի յուրահատուկ մարդու ես, ես յուրահատուկ եմ, ես ուրիշ եմ։ Եղբայրս մեկը կար ասում էր, այս օրինակներ բերում, ասում էր, որտեղ գնում, ասում են, այս քաղաքը ամբողջ Ամերիկան ուրիշ, բայց մեր քաղաքը ուրիշ է, մեր գյուղը ուրիշ է, այսքան մեր եկեղեցին ուրիշ է, մեր եկեղեցու մեջ գաս, ես ուրիշ եմ։ Սաղ մի կողմ, ես իրա վրա յուրահատուկ sense մի բան ունի, վերապահում ունի իրա վրա։ Երկրորդ պատճառը, որ երբեմն ծնվում է այս սպասելիքը կամ սխալ սպասելիքը, ակնկալիքը, երբեմն սխալվում է, Աստծո խոսքը ասում է Հակոբոս 4:1-3-ում, որ սխալ, ասում է խնդրում եք, չունեք, սպասում եք, խնդրում եք, թակում եք, չեք ստանում, պատճառները նա է, պատճառներից մեկը, որ սխալ շարժառիթով եք փնտրում, դրա համար չունեք, աղոթում եք եւ չեք ստանում, չունեք։ Մի տատիկ ունենք եկեղեցում մեր Հայաստան, ամեն անգամ կգաք ասեմ մի հատ տղիս համար աղոթեք, էլի, մի հատ տղիս համար աղոթեք, տղես ապաշխարե, այդ տատի ջան ասում ենք լավ, ու տղուն քանի անգամ ասել են, գնացել են, վկայել են, չի ընդունում, այս մարդը չի ընդունում։ Եվ ասում լավ, խես այդքան ուզում տղեդ ապաշխարի, գայ, ասում որ գա եկեղեցի Տիգրան ջան, որ բերի փողերը իմ ձեռքը տա ասում է։ Ինձ մի կոպեկ փող չի տալի ասում է։ Այդ տատի ջան, ասում քո խելքի այդքան է, որ քո խնդրանքը տեղի կունենա։ Եվ որքան մարդին կան, որ նման սխալ ցանկություններ ունեցել են եւ այդպես էլ այդ աղոթները մնացել են առանց պատասխանի։ Պատճառներից մեկը ասում որտեղ քո ցանկությունն է, քո շարժառիթն է սխալ։ Մյուս բանը որ կա սխալ հասկացողությունից, սխալ ուսմունքից, որ հոգևոր կյանքի գինը սխալ հասկանալուց, փրկության իմաստը սխալ ընկալելուց, որ դա աշխարհի հաջողությունները չեն։ Հոգևոր կյանքի բաները մեզ սովորեցնում են անձնուրացություն, հալածանք, մերժվածություն, երբեմն փորձություններ, երբեմն չարչարանք։ Բայց չգիտեմ, կա մի տեսակի ուսմունք, որ դու գաս հավատքի, էլ ոչ նեղություն կունենաս, ոչ պարտ կունենաս, ոչ էս կունենաս, ոչ են կունենաս, բայց եւ այդպես մարդը գալիս է եկեղեցի, տենմա չէ։ Այն վաղ թե մենակ լույսի պարկներ, ոմա գնացի եկեցի, ասում են 10-րդ դիտաս։ Հետո բացի որ 10-րդը բերում են ամեն անգամ այդ զոհաբերության այդ բանը մի հատ են փող ուզում։ Չէ, ասում ոնց որ խապնվեցի, այստեղ ավելի պարտքես կշատանա։ Սխալ ուսմունք, որ դու գաս եկեղեցի այս բաները կվերանան։ Եվ երբ Պետրոսն էլ այս սխալ ընկալումը ուներ, սպասումը ուներ, երբ որ Հիսուսը մեկ օր հայտնեց ասեց, ես գնում եմ Երուսաղեմ եւ ինձ կնեղեն, կսպանեն, այս կանեն, Պետրոսին տանում է այս կողմ, մի կողք հայ արյուն մեջը կար, աղբեր ջան, դու երևի լավ չես հասկանում։ Ով կթողի քեզ սպանել։ Բա,
Ես սպասում եմ, որ հեսա կեթանք, դու ես կլնես, քո թակավորությունդ կհաստատես, ես էլ ես կլնեմ, են էլ են կլնի, ոնց քեզ կսպանեն, կխաչեն։ Սխալ ընկալում ուներ, սխալ հասկացողություն ուներ, հոգևոր սպասում ուներ Հիսուսից։ Եվ մենք գիտենք, որ իր այդ սխալ սպասումը, այդ սխալ հասկացողությունը ուր հասցրեց։ Վերջում դանակահարությամբ ավարտվեց, որ ուզում էր իր ուզածին հասներ։ Մի տեսակի մարդիկ էլ կան, որ սխալ ներկայացնում են։ Սխալ ներկայացնում են եկեղեցին, սխալ ներկայացնում են հովին։ Եվ մարդու մեջ մեծ սպասելիք կա։ Գիտես, դե ճիշտ է, այդքան եկեղեցի գնացել ես, բայց մեր եկեղեցին սաղ սուրբեր են։ Մի հատ մեղավոր մարդ չկա։ Բոլորը սուրբ են, բոլորը բժշկված են։ Մտնես կբժշկվես, կմտնես մեր հովի նման, հովիվ չկա։ Իր օծությունը յուրահատուկ է։ Եվ դու մարդը գալիս է տեսնում, ինչ, այ մարդը որտես ներկայացնում էր եկեղեցում, մտա մեկը ինձ չբարևեց։ Կար այդպեսի բան լինի, կարող է։ Մտա ոչ մեկն էլ ինձ ոչ մի ուշադրություն չուշ տվեց, էս չեղավ, սխալ որ ռեկլամա ներկայացնում ես մարդու մեջ, այս բանը սպասում հանկարծ մի բանի վրա էլ հովիվը մի քիչ բարկանում է կամ կոպիտ բան, ասում եմ մեր հովիվը սուրբ է, բա։ Այս փաստորեն բարկանում էլ է այս հովիվը։ Որտեվ մարդու մեջ այս ռեկլամը բերում է սխալ ընկալում, սխալ սպասում։ Մի ուրիշ տեսակ էլ կան, որ չգիտես ինչի են սպասում ընդհանրապես։ Մի այսպիսի պատմություն կա, ասում է մեկը գնում է քահանայի մոտ եւ ասում է գնում է խոստովանության։ Տեր հայր ասում է, որոշել եմ, ասում է կնոջս արձակեմ։ Ասում է զավակս, գիտես չի, ասում է որ դա մեղ կա։ Հա, ասում է դե նաեւ գրված էլ է Տեր հայր, որ եթե շնության ժամանակ կնոջը բռնացնես, շնության մեջ գտնես, արձակիր նրան, կարող ես արձակել։ Դե ասում է ինչ ասեմ զավակս, ուրեմն կամքը քոնն է, կարող ես արձակել։ Ախր ասում է ոնց արձակեմ։ Երեխեք ունեմ իրանից, երեխեքիս հայրն է, ոնց կարամ ասում է, երեխեքիս մայրն է, ոնց կարամ նրան արձակեմ։ Դե ասում է ուրեմն ինչ ասեմ, ներիր, միաբանվիր հետը։ Ախր ասում է ոնց կարամ ես իրան ներեմ, հետը միաբանվեմ, որ ասում է չես պատկերացնի, ասում է երեխեքիս արժև այդ ամեն ինչ արել, չեմ կարող դա։ Դե ասում է ինչ ասեմ, ասում է ուրեմն արձակիր զավակս։ Ես ելինուց ախր ոնց արձակեմ, վերջը սենց ելի նորից բան վերջը քահանան ասում է լսի զավակս, կամ ինձ արձակիր, կամ կնոջդ արձակիր, խնդրում եմ քեզ։ Երբեմն մարդիկ կան, իրանք էլ չգիտեն ինչ են սպասում, ինչ են ուզում, պահանջում են միշտ։ Ուզում եմ մի կարևոր բան նաև այստեղ ասեմ, որ դու պատրաստ եղիր նաև մարդուն ընդունես այնպես, ինչպես որ ինքը կա։ Գիտեք, մի բան էլ կա, որ երբեմն մարդուց սպասում ես ավելին, այդ սպասումը դեպ որ մեծանում է քո մեջ, հղիանում է, սկսում ես ավելին սպասել։ Ասենք գալիս է եկեղեցի, տեսնում է, ասենք հովիվը կամ ինչ-որ մի պատասխանատու մի բան, աշխուժ, ես մի բան անում եմ, գնում է տուն մարդու։ Երնեք նրա չափը լներ, էլի։ Գոնե այնց ըլներ, սկսում է համեմատություն անել։ Լսի։ Ես շատ եմ ասեմ, դու միգուցե ինձ կամ մյուսին հովիներից դե բնականաբար իրանց համար մարդկանց համար հովիվը չափանիշն է մարդկության։ Այս սրա նման, ասում եմ Արմանի չափել չկաս։ Ասում եմ, լսի, ասեմ քույրս, միգուցե քո ամուսինը այնպես չի ինչպիսին ես եմ իր ունակությունները, բայց ասեմ ես, օրինակ, բաներ կա, երանի կտամ, որ քո ամուսնու այս հատկանիշից իմ մեջ լինի։ Որտեվ ինքը շատ լավ բաներ ունի, որ ես չունեմ։ Մեր հայերի մեջ կա, չէ, պատի մեղ մխել չգիտի, ասեմ պատի մեղ մխել չգիտի, բայց շատերը իր խորհրդով մի ուրիշ բան են անում։ Բայց ինքը շատ լավ այս մի բանը ունի։ Ընդունիր այն ինչ որ ինքը ունի, մի ավելին սպասիր։ Այս ավելին սպասումը մի օր քո մեջ բերելու այդ պատը, որ դու սպասում ես իրանից նա, բայց ինքը դա չի։ Որ դրա փոխարեն դու կարող ես ուղղակի ընդունես այն, ինչ որ կա, ինչ որ ունի։ Եվ վերջի բանը, որ
կետը, որ դրել եմ այս ուղղության, երբեմն այսպիսի ես ինքս առնչվել եմ նման այս իրողությունների, որ մտային բան են կապում Աստծո հետ, այ ես որ սենց կանեմ, որ դու էլ ինձի բժշկես։ Մի հատ փորձում են մանիպուլյացիայով Աստծուն դնեն մի հատ իրավիճակի մեջ, որ Աստված ստիպված քեզի բժշկի։ Աստված ստիպված քեզ, ես կտանեմ, էսի կտամ, Տեր Աստված, որ դու էլ ինձի տաս, ու սպասում ա դες, ու չի ստանում։ Մի անձնավորություն, որ գիտեի ինքը դեղերը, որ տվել էին իրեն առողջության համար շատ բարդ հիվանդություն էր, ինքը առանց այդ դեղերի մահանալու էր։ Եվ մեկ բանալով դեղեր ամբողջը տարավ թափեց աղբամանը, սպասում էր բժշկության եւ լուր հայտնեցին, որ ասին մահանում է, խնդրում ենք եկեք խորհուրդ տվեք, վերականգնվի իր դեղերը խմի, որտեղ ես արդեն 1 շաբաթից ավել է ինքը դեղ չի խմել։ Ասում եմ, սենց արեցի, որ Աստված ինձի բժշկի, ասում ես քեզ Աստված ասել է այդպես բան դու անես։ Մտածում ես Աստված էլ ասում է քեզ նման եմ մտածում։ Ուզում ես ինադիկցես ինչ-որ մի բան անես, որ Աստված ստիպված ինչ-որ մի բան է։ Սրանք սխալ սպասումներն է Աստծուց կամ երբեմն մարդը ինչ-որ մի կոնֆլիկտ ա լինում, սպասում է, որ Աստված հեսա դրան կպատժի։ Թեպետ դիմացինս մեղավոր է, սխալ է վարվել, բայց քո սպասումը Աստծուց, սա է սխալ։ Դու սպասում ես, ես Աստված իրան այնպես կպատժի, որ աշկտկտենա, խայտարակ կլինի, որ իմանա։ Սպասում ես ուրախությամբ, երբ այդ լուրը քեզ պիտան, որ ինքը պատժվի, դու էլ ուրախանաս։ Սրանք սխալ սպասումներ են։ Եղբայրներից մեկը ասում էր, որ երբեմն մարդը ինքը թույնը ինքն է խմում եւ սպասում է դիմացինը պետք է մեռնի։ Դա համեմատում էր չներելու հետ։ Սխալ սպասումներ։ Մի պատմություն, իհարկե սա հորինված պատմություն է, ասում եմ մի աղջիկ կար եկեղեցում, աղոթում է, երիտասարդ աղջիկ, Տեր ջան, ինձ մի հատ ամուսին տուրել, այսքան տարի, արդեն տարիքս անցել է, չեմ ամուսնանում, եւ ասում է, հոյովը նկատում է, որ մի խումբ հետևից աղոթում է, Տեր ջան, չտաս հանգարց չտասում, ինչ, ասում է, ժողովուրդ ջան, խեք սենց աղոթ կան, ասում է, այս ամբողջ եկեղեցում մտնում ես մեկին չի բարևում։ Մեծերին արհամարում, սախիս արհամարում, ինքը իր մասին մինես մի կարծիք ունի, էսի որի տունը գնաց մեղ կա այդ ընտանիքը, որտեղ որ կմտնի։ Դրա համար աղոթում եք չտաս, լավ ասես մտակոն է։ Սխալ սպասումներ։ Որն է լուծումը։ Առաջի բանը դադարիր մարդուն հուսալուց եւ թույլ մի տուր քո մեջի սպասելիքը մարդու նկատմամբ աճի, հղիանա եւ քեզի ավելի է չափազանցնի քո սպասումը դիմացին, որ երբ որ չստանաս էլ վիրավորվես։ Մենք ընդհանրապես հայրս այսպես ենք, կամ շատ քաղցր ենք, շատ ջերմ ենք, կամ էլ հանկարծ որ դա չկա, միանգամից կտրում ենք, թշնամիս է, որտեղ մահն եմ ցանկանում։ Էս ենք մենք։ Իմ հովին, ավակ հովին, Արման աղբերը ճանաչում է, ասում էր, մեր հայրի հետ շատ է շփվում, Հայաստան էլ եկել է, ծառայել է, ասում էր, Տիգր, ասում էր, դուք յուրահատուկ ազգ եք։ Ասում է, ինչի։ Ասում էր, դուք մեկի հետ որ ծանոթանում եք, կամ այդ մարդուն կտանեք մինչև ձեր ներքին սենյակը, անկողինը էլ կտաս իրան, բայց ասում էր, հանկարծ որ մի հատ խնդիր է ձեր մեջ ունում, ընենց եք կապը կտրում, որ թշնամին է դառնում, էլ չեք էլ ուզում երեսն էլ տենաք։ Դուք ասում եք միջինը չունեք, մարդու հետ շփվեք ընենց, սովորական լավ հիմա իմ համակրանքը չունի կամ իմ խայսյաթին չի, իմ բնավորության չի, այ մարդ իմ չափ ասում է, այդ չափ ասում է ձեր մոտ չկա, որ հոլանդացիներից մեջ ասում է էդի կա, ասում է ես ուզում եմ սովորեմ ձեզանից իսկապես սա։ Ուրեմն դադարիր մարդուն հուսալուց եւ սպասելու շատ։ Եվ երկրորդ բանը փոխիր մտածելակերպդ եկեղեցու ծառայողների ընտանիքի որդուդ, եթե մտածել ես, որ չէ, եթե ինքը չդարավ իմ նման, էլ վերջ, փոխիր մտածելակերպդ։ Միգուցե նա օժտված է ուրիշ լավ շնորհքով, լավ պարգևով։ Թույլ տուր ինքը տնօրինի, թույլ տուր ինքը որոշի, ինչ է ինքը ուզում դառնա։ Թույլ տուր այն տաղանդը, որ իր մեջ Աստված դրել է եւ Աստված այն անհատականությունը իր մեջ որ լինի, թույլ տուր որ դա լինի, մի սպանիր անհատականությունը։ Եվ երրորդ բանը խոնարհությամբ ընդունիր այն ամենը,
ինչ ինքդ ես կառուցել։ Ընդունիր այն ամենը, խոնարհությամբ ընդունիր քո սխալը։ Միգուցե դա դու ես կառուցել, միգուցե դու ես սա այստեղ արել, միգուցե դու ես այդպես ընկալում։ Եթե այդպես է խոնարհությամբ ընդուն եւ ասա Տեր, բժշկիր ինձ, փոխիր ինձ։ Իմ հարաբերությունների մեջ բեր բժշկություն։ Եվ մյուս վերջինը մի նեղացիր Աստծուց, որ որոշ բաներ չի տվե, այլ ընդունիր նրա բացարձակ կամքը։ Միգուցե դա քեզ պետք չէր, միգուցե դա քո կարիքը չի։ Ուզում եմ, որ մենք կանգնենք միասին ոտքի եւ մեր գլուխները խոնարհեցնենք եւ այս համարի վրա ուղղակի նորից մտորենք եւ ասենք Տեր, այո, ուզում եմ, որ դու էլ գաս իմ կյանքի մեջից, չքացնես, վերացնես այն ակնկալիքները, այն սպասելիքները, որ ունեմ երկրից, որ ունեմ եկեղեցուց, ունեմ մարդուց, ունեմ ընտանիքիցս, ունեմ իմ միջավայրից, ունեմ ընկերոջիցս։ Եթե սրանք ինձ վնասում է, եթե սրանք իրենց չափը անցել են, խնդրում եմ Տեր, բեր բժշկություն։ Եթե այս խնդիրի պատճառով հարաբերությունը տա խախտվե քո մտերիմ ընկերոջից հետ, հարազատից հետ, բարեկամից հետ, այսօր միգուցե քեզ կոչ է, որ դու պարզապես շտկես քո հարաբերությունը եւ անկեսնի եւ ասես կներես, իմ սպասումն էր քեզանից ավել, իմ սպասումն էր, ես այդպես մտածում, որ հեսա դու սենց կանես, հեսա այնպես կլինի։ Սա փորձառաբար ես այս դասը սովորեցի։ Մինչև Հոլանդիա գնալս դրանից մի քանի ամիս առաջ մեկ հոլանդացու եմ ընդունել, որ եկավ Հայաստան եւ ինֆարկտ խփեց իրան։ Այդ օրերի մեջ հիվանդանոցում ես ու կինս ենք իրան պահել մեր Արսենի հետ։ Երբ որ իմացա, որ ես պիտի Հոլանդիա գնամ, ասի ինչ լավ, այս մարդուն որ գտնեմ, հարցերս լուծված է, այլ խնդիր չեմ ունենա։ Համարը գտա Ֆրանսիայից տարբեր տեղերից համարը գտա այս մարդուն։ Գնացի, զանգեցի այդ մարդուն։ Ասեցի հիշում եք, ասի ես Տիգրանն եմ, որ դուք ընդեղ եք, սենց օգնեցի, ես, իմ ասի ես այստեղ եմ, ինձի եղբայր Վրեժ Բաբախանյան ասեց, հա, ասա կարող է ինքը մեծ մարդ ասեց, մեծ դեղորայքների գործարան ունի, ասեց, գոնե, ասեց, ինչ-որ մի բանով կարող է ազդեցություն ունենա։ Ասեց կներես ժամանակ չունեմ, ես չեմ կարող ոչ քեզ տեսնեմ, ոչ էլ քո հարցերին պատասխանեմ։ Սա ինձ համար դասել է, որ Տեր, իմ ակնկալիքները քեզանից է։ Ուզում եմ, որ այս աղոթքը որ անենք անկեղծ ասենք, Տեր, իմ ակնկալիքները քեզանից է, իմ սպասումները քեզանից է, եւ շտկիր, բժշկիր, որ իմ սպասումը քեզանից սա էլ քո կամքի մեջ լինի, սա էլ քո կամքի համաձայն լինի, սա էլ բալանսի մեջ լինի, քո հոգուտ բալանսի մեջ լինի, որ սա շատ չբարձանա, սա ինձի իմ մեջ խախտում չբերի։ Շնորհակալ եմ Տեր քեզանից։